Բարի գալուստ որակի նշան Էքսպո 2025։ Այսօր մենք բոլորս այստեղ ենք նշելու մի նախաձեռնության սկիզբ, որը վստահաբար կարող եմ ասել, իր տեսակով չկրկնվող եւ բացառիկ է Հայաստանի բիզնես միջավայրում։ Ուզում եմ կարճ ներկայացնել, թե ինչպես սկսվեց այս ամենը։ Ամիսներ առաջ BS Cosmo Business ակումբը առաջարկ ստացավ կազմակերպելու ցուցահանդես, որտեղ պետք է ներկայացվեն այն ընկերությունները, որոնք իրականում արժանի են որակի նշան տիտղոսին։ Առաջարկը որակի նշան ընկերության կողմից մեզ համար նոր էր, բայց գաղափարը շատ հարազատ։ Այն ամբողջությամբ համընկավ BS Cosmo Business ակումբի մոտեցումների, արժեքների եւ առաքելության հետ։ Եվ հենց դա հիմք դարձավ ընդունել առաջարկն ու ստեղծել մի նախագիծ, որը կխոսի արդյունքների լեզվով։ Ամիսներ շարունակ բոլորի համատեղ աշխատանքի շնորհիվ այսօր մենք կանգնած ենք արդեն ստացված որակի նշան Էքսպոյի դռներից ներս։ Այստեղ ներկայացված են այն ընկերությունները, որոնք համարձակություն են ունեցել մասնակցել, անցնել լաբորատոր զննություն, փորձաքննություն, որակի վերահսկման իրական ստուգումներ։ Եվ միայն այն ընկերություններն են այստեղ, որոնց արտադրանքը կամ ծառայությունը անցել է բոլոր այդ փուլերը։ Համարձակների շարքում փոքր, միջին եւ մեծ ընկերություններ են, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ որակը քանակով պայմանավորված չէ։ Այն սպառողի հանդեպ հարգանքով, ազնվությամբ, բարեխղճությամբ է պայմանավորված։ Հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր ցուցահանդեսին մասնակցում է մոտ 150 ընկերություն, ինչն արդեն մեծ ձեռքբերում է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագիծը մենք իրականացնում ենք առաջին անգամ։ Սա հայտարարություն է, որ Հայաստանի բիզնես միջավայրը պատրաստ է որակի նոր չափորոշիչների, պատրաստ է զարգանալու, բաց լինելու եւ ստեղծելու վստահելի համագործակցություններ։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր գործընկերներին, էկոնոմիկայի նախարարությանը, փորձաքննություն իրականացրած մասնագետներին եւ ամենակարևորը բոլոր այն ընկերություններին, որոնք հավատացին այս նախաձեռնությանը եւ այսօր այստեղ են իրենց որակով։ Շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ եք եւ ցանկանում եմ, որ այս 3 օրերը դառնան նոր երկխոսությունների, նոր բացահայտումների, հնարավորությունների եւ որակի մշակույթի սկիզբը։ Այժմ խոսքս փոխանցում եմ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանին։ Համեցեք։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, տնտեսավարողներ, սիրելի հյուրեր։ Նախ ուզում եմ անձամբ իմ անունից եւ էկոնոմիկայի նախարարության անունից ողջունել միջոցառումը եւ շնորհակալություն հայտնել BS Cosmo ընկերությանը կազմակերպման բարդ, ծավալուն, բայց ինձ թույլ տամ ասեմ նաեւ որակյալ աշխատանքի համար։ Նմանատիպ նախաձեռնությունները մեր կողմից մեծապես կարևորվում են, որովհետեւ սա մի հարթակ է դառնում, որտեղ հանդիպում են ոչ միայն տնտեսավարողները պոտենցիալ սպառողների հետ, այլ նաև տնտեսավարողները տնտեսավարողների հետ։ Եվ այս համատեքստում որակի նշան Էքսպոյի կարևորությունը նաև, ինչպես գործընկերս նշեց, այն է, որ արդեն որոշակի ֆիլտրով անցած ընկերություններ են եւ որոշակի վստահություն ունենալու նախապայմաններ արդեն այստեղ ստեղծված են։ Պիտի ասեմ, որ կառավարությունը եւս վարում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի տնտեսավարողների համար այնպիսի էկոհամակարգ ստեղծվի, որը հնարավորություն կտա, ասեմ, հումքի ներմուծումից մինչև վերջնական արտադրանքի արտահանման մեջ ունենալու օժանդակություն եւ աջակցություն, ինչի մասին նաեւ փաստում է մեր այսօր այստեղ ներկա գտնվելը առանձին տաղավարով, որտեղ գործընկերներս ներկայացնելու են էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը եւ բոլոր հարցերի դեպքում իհարկե կարող եք նաեւ մոտենալ իրենց։ Պիտի ասեմ, որ կառավարությունը բաց է բոլոր քննարկումների համար եւ մենք բարբերաբար հանդիպում ենք բոլոր տնտեսավարողների եւ նրանց ներկայացուցիչների հետ քննարկելու նաեւ այդ աջակցության մեխանիզմների բարելավման աշխատանքները, հետեւաբար խնդրում եմ եւ կոչ եմ անում, որպեսզի ակտիվ լինեք ոչ միայն լսելու, ծանոթանալու առումով, այլ նաև ձեր առաջարկությունները եւ նոր գաղափարները ներկայացնելու առումով։ Նմանատիպ հարթակների գոյությունը եւ աշխատանքի մեջ տնտեսավարողների ներգրավվածությունը ուզում եմ ասեմ, որ մի լավ մշակույթ է բերում, մշակույթ առ այն, որ
Ուզում ենք տեսնել Հայաստանում այնպիսի գործարար միջավայր, այնպիսի բիզնեսներ, այնպիսի արտադրություններ, որտեղ վստահության հիմնական երաշխիքը պիտի լինի որակը, որովհետև նոր շուկաներ ներգրավելու, նոր տեղերում ի հայտ գալու, նոր հնարավորություններ ունենալու համար թերևս սա ամենակարևոր բաղկացուցիչն է, որ պետք է տնտեսավարողները եւ բիզնեսները եւ արտադրությունները, ինչու ոչ նաեւ ծառայությունները ունենան։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս առիթով, ուզում եմ, որ հաջորդ օրերի միջոցառումները եւ հանդիպումները լինեն ոչ միայն զուտ ապրանքների ցուցադրության մասին, այլ նաեւ նոր հնարավորություններ համագործակցելու, երկխոսելու եւ բնականաբար հետաքրքիր գաղափարներով հանդես գալու հնարավորություն։ Հաջորդ օրերի ավարտից հետո անպայման կխնդրեմ, որ գործընկերները նաև տեղեկատվություն տան մեզ ինչպիսի հաջողություններ գրանցվեց, որովհետև ամեն դեպքում այս ամենի վերջնական նպատակը էլի գործարար միջավայրի բարելավումն է եւ նոր, լավ ու հարմարավետ պայմանների ստեղծումը, որպեսզի տնտեսավարողների մոտ զարգանալու եւ առաջ գնալու հնարավորությունները ավելի ընդլայնվեն։ Շնորհակալ եմ։ Խոսքը փոխանցում եմ BS Cosmo բիզնես ակումբի համահիմնադիր նախագահ, որակի նշան Էքսպո նախագծի համակազմակերպիչ Անդրեյ Հայրյանին։ Շնորհակալություն, որ ներկա եք, շնորհակալություն մեր գործընկերներին, որ մեր կողքն են ու այս միջոցառումը, որը մենք անցկացնում ենք առաջի անգամ, կարանք համարենք, որ կայացած է ու մենք շատ լավ պրոդուկտիվ համագործակցություններ ենք ունենալու։ Մեր առաքելությունը դա տենալ բիզնեսի պոտենցիալը եւ այդ բիզնես պոտենցիալը զարգացնել միջազգային մասշտաբով։ Ստեղ ունենք մենք գործընկերներ տարբեր երկրներից, Էմիրատներից, Վրաստանից, Մոսկվայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից ու մեր նպատակը մեր որակյալ բիզնեսը, մեր որակյալ պրոդուկտը օգնել արտահանում կազմակերպել այլ երկրներ։ Ու ինչքան մենք կարողանանք համատեղ մեր ռեսուրսները համախմբենք ու տարածենք մեր պրոդուկտը եւ մեր ծառայությունը, այդքան մեր տնտեսությունը կզարգանա։ Շնորհակալություն, մաղթում եմ բոլորին լավ պրոդուկտիվ օրեր ու պրոդուկտիվ համագործակցություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Հայրյան եւ այժմ խոսքը փոխանցում եմ Նարեկ գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր Աննա Խաչատրյանին։ Ընկերությունը ունի տասնամյակ տարիների փորձ։ Ընկերության հիմքում փորձարկման լաբորատորիան է, որտեղ փորձարկում են պարենային եւ ոչ պարենային արտադրանքները։ Կարող եմ ասել, բավականին դրական արդյունքներ ունենք, որը շատ գովելի է։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան։ Շնորհակալություն։ Ես գիտեմ, որ լաբորատոր պատասխանների արդյունքում մենք ունենք շատ լավ ցուցանիշներ, շատ փոքր ընկերությունների կողմից, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ որակը քանակով չէ ապահովված, այլ որակը բարեխղճությամբ է ապահովված։ Եվ վերջում շատ կարճ խոսք ես փոխանցում եմ որակի նշան Էքսպո 2025-ի գլխավոր հովանավոր այգ ընկերության կոմերցիոն տնօրեն Ավան Բարսեղյանին։ Ողջույն սիրելի գործընկերներ եւ ներկաներ, մեծ պատիվ է լինել BS Cosmo եւ որակի նշան Էքսպոյի գլխավոր հովանավոր։ Շնորհակալ ենք նման միջոցառում կազմակերպելու համար, մաղթում ենք բոլորին նորանոր ձեռքբերումներ։